Հրապարակը գրում է. ի թիվս այլ օբյեկտների նախորդին իրականացված խուզարկությունների արդյունքում իրավապահները կապարակնքել են նաև ՀԱՕԿ-ի շենքը, իշխանական քարոզչամեքենան էլ տարածում էր, թե հաստատությունում լայնածավալ ստուգումներ են իրականացնում։ Ակնարկում էին, թե ենթադրյալ չարաշահումների պատճառով են կասեցրել կառույցի գործունեությունը։ Մինչդեռ թերթը տեղեկացել է, որ ընդամենը 6 ամիս առաջ է ՀԱՕԿ-ում աուդիտ անցկացվել եւ էական խախտումներ չեն հայտնաբերվել, որոնք կարող են հիմք հանդիսանալ կազմակերպության գործունեության դադարեցման համար։ Մասնավորապես աուդիտն իրականացվել է անցած տարեվերջին դեկտեմբերի 31-ին եւ բաց աղբյուրներում կա նաեւ հրապարակված եզրակացությունը։ Սա եւս փաստում է, որ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար եւ Փաշինյանը նրան չի ներում իր հասցեին արված հայտարարությունների համար, ու այս ամենը ոչ մի կապ չունի իրավախախտումների հետ։ Հրապարակ օրաթերթը գրում է. այս օրերին քրտնաջան 24/7 ռեժիմով աշխատում են ոչ միայն քննչական կոմիտեն, դատախազությունն ու ԱԱԾ-ն, այլև պետական եկամուտների կոմիտեն։ Պետք-որոշ վարչություններում արդեն մոտ 1 ամիս է աշխատակիցներն արտաժամյա մնում են եւ մինչեւ ուշ գիշեր աշխատում։ Թիրախը ԲՀԿ առաջնորդ գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներն են։ Վերևից հանձնարարված է ամեն գնով խախտումներ հայտնաբերել եւ ՊԵԿ-ը ժրաջանորեն կատարում է քաղաքական հետապնդման իրեն վստահված մասը։ Իդեպ հարկերից խուսափելու հիմքով Գագիկ Ծառուկյանին չէին կարող կալանավորել։ Օրենքը նման դեպքերում չվճարված հարկերը պարտադրում է վճարել առանց ազատությունից զրկելու։ Թերևս այդ պատճառով են փորձում այլ մեղադրանքներ կպցնել, օրինակ խարդախություն, բայց անգամ իրավաբանները ծանոթանալով ՀԿ պաշտոնական հաղորդագրությանը չեն հասկանում, թե ինչու են մեղադրում Ծառուկյանին։ Ժողովուրդը գրում է. Գագիկ Ծառուկյանի կալանավորումից եւ նրա առանձնատանը շուրջ 13 ժամ տևած խուզարկությունից հետո հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեցին ոչ միայն քրեական գործի մանրամասները, այլև այն կենդանիները, որոնք պահվում էին նրա առանձնատանը։ Երեկ վաղ առավոտից օրաթերթը փորձել է Երևանի քաղաքային իշխանություններից ստանալ թույլտվություն, այցելելու Երևանի կենդանաբանական այգի եւ նկարահանում իրականացնելու, պարզելու թե որտեղ եւ ինչ պայմաններում են պահվում Ծառուկյանի կենդանիները։ Սակայն Երևանի քաղաքապետարանը համառորեն հրաժարվել է որևէ կերպ ընդառաջել թերթի խնդրանքին եւ հնարավորություն տալ հանրությանը ներկայացնելու կենդանիների պահման պայմանները։ Օրվա երկրորդ կեսին արդեն հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Երևանի կենդանաբանական այգու հոգացությանը հանձնված էկառյուծներից մեկի հետ ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ըստ պաշտոնական տեղեկությունների քննեցված առյուծներից մեկը չի արթնացել։ Այստեղ հարցը միայն մեկ կենդանու ճակատագիրը չէ, առաջանում է պատասխանատվության, իսկ գուցե նաեւ կոլեկտիվ անպատասխանատվության հարց։ Այս իրավիճակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Երևանի կենդանաբանական այգին եւս չի կարող խուսափել հանրային հարցերից եւ պատասխանատվությունից, քանի որ կենդանիների պահպանությունն արդեն իրականացվում է իր պատասխանատվության ներքո։ Ուստի թե քաղաքապետարանը, թե գործընթացում ներգրաված մյուս պետական մարմինները պարտավոր են ապահովել առավելագույն թափանցիկություն եւ սպառիչ պատասխաններ տալ հանրությանը հուզող բոլոր հարցերին։ Հրապարակը գրում է. Չնայած Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, որ կառավարության կազմում փոփոխություններ չեն լինելու, սակայն թերթի աղբյուրներն ասում են, որ այնուամենայնիվ մի քանի փոփոխություն կլինի։ Մասնավորապես խոսվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեռանալու մասին։ ԲՏԱ նախարարությունում արդեն քննարկվում է այս թեման։ Խոսվում է նաև, որ այս տարեվերջին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններին Հայրապետյանը կարող է առաջադրվել որպես ՀՖՖ նախագահ։ Արմեն Մելիքբեկյանն արդեն հայտարարել է այն մասին, որ չի առաջադրվելու։ Սակայն Հայրապետյանի պաշտոնանկությունը եւս մի բանի մասին է խոսում։ Այս իշխանությունը շարունակ թմբկահարում է, թե բարձր տեխնոլոգիական ոլորտում իբրև թե մեծ հաջողություններ են հասել։ Մեծ ձեռքբերումներ ունեն հատկապես պաշտպանական ոլորտի հետ կապված, այդ դեպքում ինչու են ուզում փոխել ԲՏԱ նախարարին։ Թեև չի բացառվում, որ Մխիթար Հայրապետյանին հանելու պատճառը ոչ թե աշխատանքային թերացումներն են, այլ ասենք քարոզարշավի ժամանակ դրսևորած պասիվությունը կամ որևէ այլ բան։ Ժողովրդի տեղեկություններով առաջիկա օրերին Ուժեղ Հայաստան խմբի ընտրված պատգամավորները կհավաքվեն հանդիպելու Սամվել Կարապետյանին։ Հանդիպման գլխավոր նպատակը լինելու է ոչ միայն խմբակցության աշխատանքների կազմակերպումը, այլև առաջիկա խորհրդարանական գործունեության ռազմավարության մշակումը։ Թերթի տեղեկություններով խմբակցության ղեկավարի հարցն արդեն փաստացի լուծված է։ Այդ պաշտոնում կընտրվի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, իսկ քարտուղարի հարցը դեռևս բաց է։ Խմբակցությունում արդեն հասկանում են, որ խորհրդարանում իրենց առաջին լուրջ բախումը լինելու է ազգային ժողովի ղեկավար մարմինների ձևավորման ընթացքում։ Ընդդիմադիր շրջանակներում մտավախություն կա, որ իշխանությունը կարող է կրկնել նախորդ գումարման ազգային ժողովի գործելավոճը եւ ընդդիմությանը կրկին զրկել այն լծակներից, որոնք խորհրդարանական վերահսկողության կարևոր գործիքներ են համարվում։ Խոսքը վերաբերում է թե ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնին, թե մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանը։ Վերջերս կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում, եթե որևէ պաշտոնում առաջադրված թեկնածուն 2 անգամ չի ընտրվում, ապա այդ հարցը համարվում է սպառված եւ այլևս չի կարող խոչընդոտել խորհրդարանի ձևավորման գործընթացը։
Հրապարակը գրում է. հուլիսի 2-ին Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի անսպասելի հրաժարականից հետո ազգային ժողովի խորհրդարանականները նրան փոխարինողի հարցն են քննարկում։ Երեք թերթը տեղեկացել է, որ падգամավորներից որևէ մեկը հանձն չի առնում ստեղծված իրավիճակում զբաղեցնել այդ պաշտոնը, կանխատեսելով, որ հայտնվելու է պետության պատժիչ մեքենայի թրթուրների տակ։ Падգամավորները կարծում են, որ այդ ծանր առաքելություն պարտականությունը պետք է իր ուսերին վերցնի իշխող կուսակցությունը, ադրբեջանական գերության մեջ գտնվող Արայիկ Հարությունյանի կամ Սամվել Բաբայանի թիմակիցները։ Սակայն Հարությունյանի ազատ հայրենիքում ցանկացող չկա։ Բաբայանի թիմակիցներն էլ են հրաժարվում, համարելով, որ դա մեծ խմբակցության պարտականությունն է։ Մինչդեռ հուլիսի 9-ին լրանում է հրաժարականի մեկ շաբաթը, եւ եթե Դանիելյանը պնդի այն, ապա մեկ ամսվա ընթացքում խորհրդարանը պետք է նոր նախագահ ընտրի։ Այժմ ժամանակավոր պաշտոնակատարը Բաբայանի թիմակից ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցն է։